հիմնավորում եք այս գործընթացը մեկնարկելու անհրաժեշտությունը, ասում եք, որ այսօր նամակներ եք հանձնելու, բայց որքանով եք վստահ, որ Փաշինյանին ՔՊ-ն կհանձնի ձեզ։ Ուրեմն մենք ՔՊ-ից որպես կուսակցություն կամ խմբակցությունից որպես խմբակցություն որևէ ակնկալիքներ չունենք։ Մեր ակնկալիքները վերաբերում են ազգային ժողովի պատգամավորներից։ Այն ինչի վերաբերյալ, որ մենք այսօր պատրաստում ենք նամակ հանձնենք ազգային ժողովի պատգամավորներին, դուրս է որևէ կուսակցության եւ դուրս է որևէ խմբակցության իրավասությունների շրջանակներից եւ վերաբերելի է բացառապես պատգամավորի, որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող, քաղաքական պաշտոն զբաղեցնողի պաշտոնական պարտականություններից։ Հետևաբար պատգամավորը ՔՊ խմբակցության անդամ է, Հայաստան խմբակցության անդամ, պատիվ ունեմ խմբակցության անդամ, թե խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր, այդպիսիք նույնպես կան։ Այդ գործընթացից ինչ որ մենք ակնկալում ենք, որ իրանք պիտի որոշում կայացնեն, դրա իրենց այդ կարգավիճակի հետ որևէ կապ չունի։ Հետևաբար այստեղ անհատական պատասխանատվության հարց է եւ պատահական չի, որ մենք այսօր ազգային ժողովին հանձնում ենք ոչ թե բաց նամակ ուղղված պատգամավորներին, ոչ թե նամակ ուղղված խմբակցությունների ղեկավարներին, այլ անհատապես 107 նամակ ուղղված 107 պատգամավորներին, նշելով նրանց անուն, ազգանուն, հայրանունները, ակնկալելով նրանցից յուրաքանչյուրի անհատական քաղաքական որոշումն ու քաղաքական պատասխանատվություններ կան, այնուամենայնիվ եւ ընդդիմադիր խմբակցություններից ստացել եք որոշակի ազդակներ, իրենք պատրաստվում են հանձնել, ինչ ազդակներ զրույցներ չեն եղել եւ այս օրերին օրինակ իրենք անդրադառնում են թեմաներին, ինչ տպավորություն իրենք գիտեն այն իմաստով, որ մենք այդ անվստահություն հայտնելու գործընթացի մասին բարձրաձայնվել է, պարոն Մայլյանը նաեւ այսօրվա մեր իրադարձության մասին հայտարարել եւ շնորհակալ ենք, որ արձագանքել եք, որ հանձնել ենք, դա էլ է դարձել արձագանք։ Բայց մենք չենք շտապում հիմա իրանց մինչեւ հիմիկվա արտահայտած դիրքորոշումներից եզրահանգումներ անել։ Նամակը կստանան, մենք չնայած որ իրանք երկար ժամանակ ունեն այս թեմայով որոշում կայացնելու, բայց եւս 10 օրյա խելը 2022 թվականի օգոստոսի 2-ից։ Պարոն Ղազարյան, դուք ասում եք անհատ պատգամավորներին է վերաբերում, կապ չունի խմբակցությունը, բայց իրենք լինելով խմբակցության, այսինքն թիմի անդամ, պարտավոր են այդ հարցը քննարկել իրենց թիմի հետ, իրենց խմբակցության հետ եւ խմբակցության միասնական դիրքորոշում լինի։ Օրինակ, պատիվ ունեմից, օրինակ, չգիտեմ, պայմանական Տիգրան Աբրամյանը միազնյա որոշի նախաձեռնել, մենք զանգենք Հայկ Մամիջանյանին, ասենք դուք տեղեկ եք, օրինակ, կամ Հայաստան խմբակցություն Սեյրան ու Այնանյան ասենք տեղեկ եք, որ օրինակ, չգիտեմ, Ասպրամ Կրպեյանը նման նախաձեռնությամբ հանդես եկել, պայմանական անուններ եմ ասում։ Ինքը կասի չէ, տեղեկ չեմ, Ասպրամ Կրպեյանը միազնյա է որոշել, այդպես ո՞նց է լինում։ Այո, դա ցլում է։ Հիմա պատասխանեմ ձեր հարցին, էլի, թե ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը հստակ նախատեսում է դեպքերը, երբ որ խմբակցությունը պիտի որոշում կայացնի եւ դուք ինձ լսում եք, թե կարող գործում եք։ Հա, երկուսով է ճիշտ։ Բանը, դեպքեր կան, երբ որ խմբակցությունն է որոշումներ կայացնում։ Դեպքեր կա, երբ որ պատգամավորը ինքն է միայնակ որոշում կայացնում։ Հիմա այս գործընթացի վերաբերյալ խմբակցության դիրքորոշում չի նախատեսվում։ Եթե պատգամավորները իրենք իրանց ներքին համերաշխությունից քվեարկության համար չի նախատեսվում։ Ամեն պատգամավոր անհատապես իր որոշումը կայացնում է։ Կարող անհատ պատգամավորի ինստիտուտը ձևավորվել, ինչ է մարդիկ խմբակցություններ ձևավորել։ Ասում եմ, էլի, ազգային ժողովի կանոնակարգը դեպքեր ունի նախատեսած, երբ որոշումները կայացնում են խմբակցությունները։ Օրինակ, ասենք Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները իմ տեխնացությունը առաջադրել են մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, չէ՞։ Առանձին վերցրած պատգամավորներ այդ որոշումը չէին կարող կայացնել։ Որոշումը կարող կայացնի խմբակցությունը, կանոնակարգը դա նախատեսում է։ Անվստահության գործընթաց սկսելու կամ դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու համար միանալ դրան, թե չմիանալ, քվեարկությանը կողմ քվեարկել, թե դեմ, թե չմասնակցել քվեարկել, դա պատգամավորի անհատական որոշման տիրույթ է։ Այնտեղ խմբակցությունը որևէ իրավասություն չունի։ Դիմումի մեջ նշել եք, թե ով է ձեր վարչապետի տեխնացուն, որ մարդիկ իմանան, եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթաց է սկսվում, ում եք տեսնում վարչապետի։ Շատ լավ։ Ուրեմն նաև դա է նախատեսում։ Հիմա ես ես ներկայացնեմ մեր գրության հակիրճ բովանդակությունը, կարող եմ դա էսի այն օրինակն է, որը ծրարի մեջ չի, էլի, կարող եմ նաև ձեզ տրամադրել 107 ծրար եք։ 107-ը, այո, անհատապես յուրաքանչյուրինը իր համար։
Ստեղ գրած է այս գործընթացի հիմնավորումները հղում անելով սահմանադրության 88-րդ հոդվածին, 94-րդ հոդվածին, 146-րդ հոդվածին եւ բնականաբար 115-րդ հոդվածին։ Այսինքն հիմնավորումներն է ներկայացված եւ կցված է ազգային ժողովի որոշման նախագիծը։ Կոչվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ։ Ստեղ որոշման տեքստը գրած է բացա թողնված վարչապետի անունը լրացնելու տողը։ Ինչի համար, որովհետև թե ով կարող է լինել վարչապետի տեխնացու, դա կարող է որոշել միայն այն падգամավորը, ով որ այս նախաձեռնությունը հեղինակի։ Հետևաբար ես չեմ կարող ասել, այ օրինակ դուք էսիշ մարդուն առաջադրեք վարը, որովհետև դա падգամավորների իրավասության հարց է։ Իրանք կորոշեն թե ում են առաջադրում վարչապետի տեխնացու։ Ներողություն, պարոն Ղազար, այստեղ տեսնում ենք հենց այդ պատահական առաջին ծրարը անենք։ Վաղարշակ Հակոբյան, այսի ոնց որ մեր մարզի падգամավորը ԿՊ-ից։ Հիմա օրինակ Վաղարշակ Հակոբյանը ճանաչում եք, ես օրինակ լրիվ ստորագրում եմ, ասում իսո, հիմա օրինակ Վաղարշակ Հակոբյանը ինչ է կարծում, Նիկոլ Փաշինյանին անվստահություն կա հայտնի թե ոչ, ու եթե նոր վարչապետի տեխնացու առաջադրի, կարող է էլի միամիտ նույն Նիկոլ Փաշինյանին առաջադրի, ինչ է։ Չէ, դե եթե այտենց անլուրջ բան չէ, իրանց, ասում եք, որ իրենց իրավունքն է։ Նիկոլ Փաշինյանին չի կարա հայտնի, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանին պիտի հայտնի, նախաձեռնություն չի ցուցաբերի։ Պետք է բարձր որ այտենց է։ Իսկ հիմա հետեւյալ, դուք ասում եք, քանի որ ես ձեր հարցի տրամաբանությունը հասկանում եմ։ Օրինակ Ալեն Սիմոնյանը, օրինակ հայտնի անվստահություն։ Հենց առաջին համակ հենց իրանն է, այս իմ ձեռքի տակին Ալեն Սիմոնյան։ Հիմա ասենք ես հարցի տրամաբանությունը հասկանում եմ։ Երբ ասում եք Ալեն Սիմոնյանը ԿՊ վարչության անդամ է, Նիկոլ Փաշինյանը ԿՊ վարչության նախագահն է, իրանք մի կուսակցություն են։ Հոգեխորքում կարող է ուզենա ինքը։ Հա, բայց դժվար է։ Հիմա մենք Ալեն Սիմոնյանից կամ մյուս 106 падգամավորներից ոչ մի պահանջ լրացուցիչ, քան իրանց պարտականություններն է չունենք։ Այսինքն մենք իրանց չենք ասում, դուք էս արեք, այն արեք, ես սենց եմ ուզում եք։ Մենք ասում ենք կլինի մենք իրար հետ մի հատ պարոն Ալեն Սիմոնյանը եւ մյուս Վաղարշակ Հակոբյան։ Կլինի մի հատ իրար հետ մեր երկրի սահմանադրությունը ու կարդանք։ Մեր երկրի սահմանադրությամբ ասում է, որ ազգային ժողովը վերահսկում է կառավարության գործունեությունը։ Կառավարությունը դա այն մարմինն է, որ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը կառավարության ծրագրի հիման վրա։ Հիմա բացում են կառավարության ծրագիրը կա։ Այն ինչ որ դուք Նիկոլ Փաշինյանը գրել է, այն ինչ որ դուք հաստատել չեք ասում նոր ծրագիր հաստատեք, մեր այս գաղափարները դուք չէ։ Ինչ եք հաստատել։ Հիմա եթե պարզում է որ Նիկոլ Փաշինյանի գրած կառավարության ծրագրում դրույթները չի կատարվում։ Մեր երկրում էլ միայն դուք որպես падգամավոր կարող եք վերահսկել կառավարության գործունեությունը։ Եվ եթե բացահայտում եք, որ ծրագիրը չի կատարվում, մենակ դուք կարաք անվստահություն հայտնել։ Այդ ձեր պարտականությունն է։ Ուզում եք Ալեն Սիմոնյանին համոզել, որ Նիկոլ Փաշինյանը վատ է աշխատում եւ դուք ամբողջ թիմով վատ եք աշխատում, պետք է հեռանաք։ Այդ եք ուզում։ Այս պահին քննարկվում է ոչ թե պարլամենտի հեռանալու հարցը, այլ վարչապետին հեռացնելու հարցը։ Դա շատ այսինքն մեկ գումարման ընթացքում 5 տարվա ազգային ժողովը կարող է սկզբունքորեն 5 անգամ վարչապետ փոխել։ Իսկ մի տարի կառավարությունը պաշտոնավարում է, մի տարի հետո արդեն ազգային ժողովը կարող նախաձեռնի վարչապետին անվստահություն։ Վարչապետին փոխում են, նոր վարչապետ են նշանակում, որպեսզի իրենց ծրագիրը կատարվի։ ԿՊ-ից ինչ որ ազդակները, Ալենը կլինի, մյուսները, Վաղարշակը կլինի, իրենց ազդակներ ստացել եք, որ այ Նիկոլ Փաշինյանը մի քիչ այդքան էլ լավ չի աշխատում, կարելի է իրեն հեռացնել։ Առայժմ չենք ստացել, որովհետև դեռ նոր պիտի ստանանք։ Հիմա ասենք թե եւ տարիների ընթացքում ստացել եք, որ այդ ինչ ակնկալիք ունեք, որ իրան ԿՊ-ն ինչ որ ձևով կմիանա ձեզ։ Այս տարիներին ինչքանով որ մենք հետևում ենք ԿՊ-ի գործունեությունը, իրանք ոնց որ թե հետեւյալ մոտեցում ունեն, որ անկախ դրանից թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչ արդյունքներ է ունենում, ծրագիրը կատարում է թե չի կատարում, լավ է կատարում իր պարտականությունները թե չէ, իրենք իրեն ցուցաբերել են անվերապահ աջակցություն։ Մինչև հիմա Բարմայլյան, հա, մոտենա իրան էլ մի քանի հարցուկ են։ Միտքս ավարտը, այսինքն իրանք այդ են ցույցը, բայց դա հակասահմանադրական մոտեցում է։ Հիմա մենք իրանց հետ պետքա քննարկենք եւ իրանց բերենք սահմանադրական կարգավորումների դաշտ։ Առանց նոր պահանջների։ Փաշինյանի մեժելու դաշտ եք ուզում բերել։ Վարչապետին անվստահություն հայտնել։ Նիկոլ Փաշինյանը էլի կարա մնա իրանց կուսակցության վարչության։ Մենք իրանց կուսակցության հետ գործ չունենք։ Մենք գործ ունենք պետական պաշտոնյաների հետ, իրանց պարտականությունները կատարող պաշտոնյաների հետ։